երբ որ հայոց այդ 5000-ամյա պատմությունը նայում ենք, մենք ինչքան էլ հիմա տարօրինակ կհնչի այս միտքը, աշխարհի ամենաուժեղ էլիտա ունեցած ազգերից մեկն ենք, եթե ոչ ամենաուժեղը։ Հիմա նայեք, մեր թագավորական դինաստիաների արքաները հորից որդի փոխանցելով ինստիտուցիոնալ հիշողությունը, զարգանալով եւ կրթվելով ապրել են բնականաբար իրենց նաև անձնական շահերի տիրույթում, բայց հասարակական խորը պատասխանատվության զգացումով, որ ես Արշակունի արքա եմ, ես Արշակունիների շարքում ենթադրենք 15-րդն եմ, իմ պապուց ժառանգել եմ այս գահը, եւ ես պարտավոր եմ սա իմ որդուն, թոռանը եւ այլին նորմալ վիճակում փոխանցել։ Պատասխանատվության զգացում։ Խորը սա մեր արքաների մոտ էլիտայի պատասխանատվության զգացում։ Այսինքն հայրական հոգացություն ազգի ժողովրդի լայն իմաստով այո, այսինքն մեր էլիտան իդեմս կոնկրետ դեպքում արքայի ընկալել է իր պետությունը որպես իր ընտանիք, ինքը եղել է հայր։ Իդեպ վերջին ուսումնասիրություններ կան շատ հետաքրքիր, որտեղ հատկապես ֆիքսվում է Արտաշես Շեսյանների դարաշրջանում արքայի միապետի բարոյական հայր լինելու ֆունկցիան։ Շատ հետաքրքիր ուսումնասիրություններ կան, ուղղակի հիմա անուններ չտամ։